Վերադարձել ենք արդեն սիրելի ինքերներ։ Մենք գիտենք, որ Հայաստանում ու Երևանում տեղի են ունենում տարբեր երաժշտական միջոցառումներ։ Եվ այդ միջոցառումներից մեկն է տեղի ունենալու ապրիլի 13-ին Կոմետասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ Մավր Մկրտչյանը հանդես կգա մենահամերգով։ Մենահամերգի մասին բոլոր մանրամասները չհաշված իհարկե անակնկալները կիմանանք հենց հիմա, որովհետև մեր տաղավարում է երգիչ Մավր Մկրտչյանը, ողջույն։ Եվ կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Արմեն Սուքասյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ, հատկապես այս կարևոր նորությամբ։ Որքան եք պատրաստվել այս մենահամերգին, Մավր։ Անկեղծ ասեմ, սա այն ծրագիրն է, որը երևի 10 տարուց ավել ես ուզեցել եմ անել ու ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, ու մի տեսակ արդեն իմ համար դարձել էր հոգու պարտք Կոմիտասի ամբողջական երգերով մենահամերգ եւ ի ուրախություն ինձ եւ ի շնորհակալություն կամերային երաժշտության ազգային կենտրոնի համատեղ ստացվեց այս ծրագիրը իրականացնել, որը որ կարծում եմ նախ իմ սխալներ երբ այսպես ասեմ, որ այսքան ձգվեց եւ սա պետք է հաճախակի լինի։ Սա սկիզբն էր եւ վստահ եմ հաճախակի է լինելու անկախ իմ կողմից։ Եվ սա կարծում եմ, որ ընդհանրապես մեր իրականության մեջ պետք է հաճախակի հնչեն Կոմիտաս։ Շատ հաճախակի ինձ թվում է։ Պարոն Սուքասյան, ինչպիսի դեր ունի նման միջոցառումները հայկական Հայաստանի մշակութային կյանքի համար։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանրայինին հրավերի համար եւ կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեությանը մշտապես անդրադառնալու համար։ Կոմիտաս բարեբախտաբար Հայաստանում կատարվում է միշտ, կատարվել է միշտ, կատարվում է եւ վստահ եմ, որ կատարվելու է, որովհետեւ կան հստակ այդ ուղղությամբ աշխատող նաեւ կառույցներ, այդ թվում նաեւ Կոմիտաս թանգարանը, մենք եւ համերգներ պարբերաբար տեղի ունենում են, այսինքն կոմիտասյան հոբելյանական, այսինքն սեպտեմբերին, երբ որ Կոմիտասի ծննդյան օրն է 26 սեպտեմբերի, միշտ լինում են փառատոններ, համերգներ, գիտաժողովներ, բայց բացի դրանից ամբողջ տարվա ընթացքում Կոմիտաս հնչում է։ Համենայն դեպս մեր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այս տարի արդեն կարող եմ ասել մի 6-7 համերգ Կոմիտասին նվիրված արդեն եղել է, ընդ որում Կոմիտաս հնչում է ոչ միայն այն authentic, այսինքն բնագրային իր տարբերակով, նաև լինում են մշակումներ, փոխադրումներ, ընդամենը մի քանի օր առաջ նմանունակ համերգ ունեցանք Վահան Արծրունու հետ։ Այսինքն Կոմիտասի թեման շատ կարևորում ենք եւ անընդհատ շրջանառվում է Կոմիտաս եւ Կոմիտասյան երաժշտությունը Մավրի նախագիծը, որ ինքը իսկապես տարիներ շարունակ փափագում էր, որ իրականություն դառնա, ինքնատիպ է նրանով, որ այս համերգին մասնակցելու են նաեւ այլ երաժշտախմբեր եւ ուրեմն շատ բարձրակարգ երաժիշտներ, կարծում եմ Ավրահամ կմանրամասնեն։ Իհարկե մանրամասնելուն զուգահեռ նաև խնդրում ենք նշել ծրագիրը, որովհետև շատ-շատերը լսելով Կոմիտաս մտածում են, որ միայն հոգևոր երգերն են ներկայացվելու Կոմիտասի, բայց սա յուրահատուկ զուգորդում է լինելու հոգևոր եւ աշխարհիկ երգերի։ Ինչ վերաբերում է ծրագրի հետ կապված, փորձել ենք ընդգրկել Կոմիտաս ընդհանրացնող հիմնական իր երգացանկը, որտեղ այս համերգի պարագայում հնարավորինս իր հայտնի ու լսված երգեր, որտեղ մարդիկ կգան կլսեն երգեր, որ տարիներ շարունակ ինչ որ լսել են կամ մի խոսքով իհարկե որոշակի նոր մի քանի երգեր, նոր չէ, քիչ երգված երգեր, բայց շեշտադրվել է Կոմիտասի ընդհանրական հենց երգացանկը իմ մատուցությամբ ցույց տալու համար։ Եվ նաև խնդիր է դրվել հնարավորինս բազմաժանր ներկայացնել, հոգևորից սկսած մինչև աշխատանքային եւ օրինակ համերգ սկսում է Տեր-Ողորմյայով, Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ, որտեղ նաև ես աշխատում եմ։ Հետո մենք ունենք աշխատանքային երգերից մի քանի գեղեցիկ գործ, նաև հոգևոր երգերից կարող եմ նշել Նարեկացու Հավիկը, որը մի տիեզերական գործ է։ Հետո մեջտեղի փուլում դա դաշնամուրային ստեղծագործություններն են, ունեմ մի շարք Կոմիտասի սիրելի երգերից, կհնչի Անտունին, Մոկաց Միրզա, այսպես, եւ ունեմ հետաքրքիր համագործակցություն իմ շատ սիրելի ընկերոջ տաղանդավոր երաժիշտ Կարեն Անանյանի հետ, կերկենք մի երկիր հետ,
Եվ այնուհետև Հայաստանի Պետական կամերայի նվագախմբի հետ միասին հանդես կգանք 4-5 երգով արդեն ամփոփումը կլինի նվագախմբի հետ։ Եվ այստեղ Կոմիտասի բազմադար, բազմաժանր այս բանը փորձել ցույց տալ, հնարավոր է մի համերգի մեջ Կոմիտաս ամբողջական ուղղակի տասնյակ համերգներ արվի, դա չի բավարարվի, բայց իմ պարագայում գոնե երգային մասով ես փորձել եմ անել այն, ինչ որ ինձ հոգեհարազատ է եւ կարծում եմ ինչ որ հանդիսատեսը սիրով կլսեր, այսպես։ Բավար ինչ նշանակություն ունի ձեզ համար Կոմիտասի երաժշտությունը ձեր ստեղծագործական ճանապարհում։ Իրականում շատ բարդ հարց տվեցիք, որովհետեւ կարող ենք անցնել այս հարցին։ Չէ, շատ կուզեմ դրան պատասխանել, բայց դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ Կոմիտասը իմ գիտակցական կյանքից սկսած միշտ ինձ ուղղորդել է տարբեր ձևերով, թե երաժշտական մասով, թե անգամ կյանքը լիքը բաներ ուսումնասիրելով, ես զգում եմ, որ անկեղծ ասած շատ ամուր ու թելերով ես կապված եմ Կոմիտասի հետ եւ ինչի համար ես համարեցի հոգու պարտք, որովհետեւ ես զգում եի, որ ես պետք է անեմ եւ ես քիչ եմ անում։ Անկեղծ եմ ասում, ես երգում եմ տարբեր ժանրեր, տարբեր բաներ, բայց Կոմիտաս երգել եմ բնականաբար, բայց քիչ եմ երգել, ես պետք է ավելին անեի։ Սրա համար Կոմիտասը, այսպես կասեմ, իմ գիտակցական կյանքի կարևոր կետերից մեկն է եւ նաեւ հայկականության, հայի մտածողության իմ համար Կոմիտասը հայ կերպարն է, որտեղ ես կարող եմ ասել հայ եւ Կոմիտաս հայ բանաձև իմ համար հայ։ Այո։ Ինչ փուլում են հիմա փորձերը, որովհետև հաշված օրեր են մնացել համերգին։ Նվագախմբի հետ արդեն արել ենք փորձերը, երգչախմբի հետ արել ենք, դաշնամուրի հետ առանձին արել ենք, վաղը պատրաստում ենք գլխավոր փորձը ամբողջական ծրագրով իմի բերել կամերայրության ազգային կենտրոնում եւ արդեն հիմնականում պատրաստ է, ուղղակի ոնց որ վերջնական ամփոփումը երևի վաղը կանենք ու հիմնականում պատրաստ է ծրագիրը։ Հիանալի է։ Սա առաջի համագործակցությունն է, չէ՞։ Այո։ Պարոն Սուքասյան, ինչ փուլում են գտնվում կամերային երաժշտության ազգային կենտրոնի մյուս նախագծերը, որովհետև նշեցիք միայն Կոմիտասյան ոգով եւ շնչով արդեն 6 համերգ տեղի է ունեցել, չնայած դեռ ապրիլի 9-ն է եւ ամբողջ տարին արժևում է։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախագծերը իսկապես շատ են։ Ես կցանկանայի զուտ մի քանիսը առանձնացնել, որոնք վերջի տարիների ձեռքբերում ենք մենք համարում եւ այդ շարքում կուզենայի առանձնացնել բացօթյա համերգաշարը մեր, որ հենց կամերային տան դիմացի հատվածում մենք ուրեմն ամեն ամառ հիմա մի քանի ամսից կրկնենք, այսինքն իրականացնենք հաջորդ այսինքն այս տարվա համերգաշարը, որին մասնակցում են ոչ միայն դասական երաժիշտներ, մասնակցում են ջազմեններ, հեղինակային երգի կատարողներ, ռոք երաժիշտներ, դասականը իր հերթին խմբերքային երաժշտություն, այսինքն բավական լայն ընտրանի ունենք, երկացանք ունենք այդ համերգների եւ ինքը ինչով է նաեւ հետարքիր, որ գրավում է նաեւ տուրիստներին Հայաստան Երևան եկած մասնավորապես, որովհետեւ բացօթյա հարթակում իրենք ընկնում են լավ երաժշտություն եւ վայելում են նաեւ ամառվա երեկոյան զորությունը։ Դա մեր ամենակարևոր, այսպես ասած, ձեռքբերումներից մեկն է, որ այս տարի կշարունակենք, ունենք անշուշտ կամերային երաժշտության ազգային կենտրոնի խնդիրը կամերային երաժշտության պրոպագանդումն է, բայց մենք փորձում ենք նաև հանդիսատեսին հրամցնել այլ ժանրեր նաև, օրինակ արդեն քանի տարի շարունակ մենք իրականացնում ենք ջազի միջազգային օրվա նվիրված համերգ եւ այս տարի եւս այսինքն իրականացնելու ենք դա, մասնակցելու է Կարեն Գրիգորյան Քարյակը, դե ֆրանկոֆոնիայի համերգները ամեն տարի անում ենք շատ ակտիվ, այնպես որ կամերայինը ծրագրային բավական ակտիվ գործունեություն ունի միշտ։ Միշտ հետևում ենք արդեն գրանցած հաջողությունների եւ նորերն են ավելանում ու յուրաքանչյուր հաջորդ տարի ել ավելի մեծ մասշտաբներ է ներգրավում նախագծերը։ Սա արդյոք փաստում է այն մասին, որ եւ հանդիսատեսն է ողջավորված ու հետևում այս բոլոր իրադարձություններին եւ նաեւ արտիստներն են այս ամենը տեսնելով նոր նախագծերով, նոր ծրագրերով սկսում ներկայանալ եւ համագործակցել։ Գիտեք, իրականում այսօր շատ դժվար է հանդիսատես ներգրավելը, որովհետև տեսնում եք ինչքան համերգներ, ինչքան ներկայացումներ, մշակութային դաշտը շատ ակտիվ է Հայաստանում։ Փոքր Հայաստանի համար իսկապես շատ ակտիվ դաշտ ունենք մենք մշակութային։ Եվ
այսինքն կան նաև թող ներվի ինձ, բայց ոչ այդքան շատ բարձրորակ համերգներ, ներկայացումներ, որ հրամցվում է հանդիսատեսին, բայց մենք փորձում ենք այդ բալանսը պահել եւ անպայմանորեն գոնե հանդիսատեսի որակը ոչ մենք իջնենք այդ որակից, ոչ էլ հանդիսատեսը իջնի այդ որակից, այսինքն մեր խնդիրը հիմա դա է ավելի շատ։ Բալանսավորված իրականություն մշակութային ունենալը։ Շնորհակալ ենք Անչափ։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ ապրիլի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մավր Մկրտչյանի մենահամերգը Կոմիտասյան շնչով։ Շնորհակալ ենք, որ դեր առօրյա սկսեցիք մեզ հետ։ Մենք էլ ոգևորված եւ ոգեշնչված շարունակում ենք Կոմիտասյան մեղեդիներ վայելել առաջին ալիքի ուղիղ եթերում։